Հա, բայց ինձանից ինչ եք ուզում ես, առավոտ դնում եմ դասից, ցերեկը գալիս եմ տուն ու նստում եմ իմ դասերին։ Դասերի, որ լինում ես դասախոսները վրա ինչի քեզ չեն ճանաչում։ Ով ասեց, ես դասի գնում եմ։ Լավ, դասերիդ համար հետո հորովբորոթել կխոսես, դու մեր հարցերին պատասխանի։ Դե ասեցի, ես ինչ իմանամ, հորովբորոստինը ոստիղեն ունի թե չունի, կամ եթե ունի, ինչ ունի։ Ինչի։ Չգիտես ոսկեղենը ինչ է։ Հետա ճիշտ չի ինձ այդ ամենը։ Բայց քեզ ինչն է հետաքրքիր։ Այդ ամենը ձեր գործի հետ ինչ կապ ունի։ Քեզ ոչ դասերն են հետաքրքրում, ոչ տան եղածը։ Կասես քեզ ինչն է ընդհանրապես հետաքրքիր։ Լավ աշխատավարձով աշխատանքը։ Ինչ ես անելու հետ լավ աշխատավարձ։ Պարզ չի, որ լավ ապրեմ, ինչ ուզեմ ուտեմ, ուր ուզեմ գնամ, ինչ ուզեմ հագնեմ։ Իսկ ձեռքից ծախսը ով է քեզ տալիս, հայրդ է ուղարկում։ Երես ու մերս, մեկ էլ հորեղբայրս, եթե տղեկը շատ են ուղարկած լինում, բայց այդ 1000-ից են եկել։ Իսկ քեզ երիկանում է։ Ծերը ծերին, ինչ տալիս են հաշված են տալիս, դրա համար մեր տղեկն են ձեր բռնում։ Սոնա ջան, ախր, հա, բան չեմ ասում, Դավիթը միացավ Կարենի տան ժամանակ, բայց հիմա ախր գալու է ինչ անի։ Գյոթյում, այն ինչ որ մենք բոլորս։ Չես հասկանում, ինչ եմ ասում։ Նայ, մենք բոլորս զույգերով ենք։ Օրինակ Կարենն ու Մարթան, Մեգին ու իր ոստիկանը, ես ու դու։ Բայց Դավիթը մենակ ասած մելանխոլիկ, միայնակ գալու է, ինչ անի։ Դե լսի, Կարենն ու Մարթան, Մեգին ու իր ոստիկանը հա զույգ են, բայց ես ու դու զույգ չենք ծյոմ։ Ամեն լապրես որ ճանապարհեցիր, ես արդեն գնամ։ Սոնա, այս վերջերս ինչ որ շատ ես շտապում։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, դե քննություններն են մոտենում, պետքա պարապեմ։ Գիտես ինչ կա աղջիկ ջան։ Քննությունները միշտ էլ եղել են ու կլինեն։ Բայց այդ կյանքը գնում է, օսում է։ Չես հասցնում ապրես։ Սոնա ջան, մի խոսքով վաղը նույն ժամին նույն տեղում։ Նույն ժամին։ Հա, մոռացել ես։ Մարթանից բակ ենք գնում։ Ծյոմ լավ էլի վերջացրու այդ երեխայություններդ։ Ի՞նչն է երեխայություն։ Հələ մատ կարաս ինձ բացատրես ի՞նչն է երեխայություն։ Այ երբ որ գործը բացայտեմ, այդ ժամանակ նոր կասեք ծյոմ մեծագույն։ Բայց այ հիմա այսպես խոսա։ Իսկ իմաստը կասես ծյոմ մեծագույն։ Սոնա։ Ֆու։ Վաղը նույն ժամին նույն տեղում։ Վերջ։ Եթե չկար, ես գալու եմ ձեր տուն, տնեցիներին արտնացնեմ, հարամ անեմ բոլորի քունը, քեզ էլ հանեմ դուրս։ Հաջող ծյոմ։ Ես զգում եմ, որ այդ բակում մի բան լինելու է։ Այս ինչ հարցեր են, Սոսե։ Արևիկը ասեց, որ հրաժարվել է երեխայի փրկության համար։ Տվել է ուրիշը։ Հետո հուզվեց ու չհասցրեցի հարցնել ով է երեխայի հայրը, ումից է փրկել երեխային, հենել այդ տարբերակով։ Էլ ինչ ասել։ Այդքանը։ Հետո ասում եմ, հուզվեց ու չհասցրեցինք խոսել։ Սուրճ ուզում ես։ Չէ, շնորհակալ եմ։ Հարցերից չես ուզում պատասխանել։ Ոչ, չեմ ուզում պատասխանել։ Որովհետև եթե այդքանը ասելա, դե թող հետուն էլ պատմեր։ Ես ինչ իմանամ ինքը ինչ էր ուզում քեզ պատմեր, ինչը չէր ուզում քեզ պատմեր։ Լուրջ ես ասում։ Հա, լուրջ եմ ասում։ Շատ լուրջ եմ ասում։ Դու կուզեիր, որ ես քո կյանքի մասին ուրիշին պատմեի։ Իսկ այնուամենայնիվ կարող է սուրճ ես ուզում։ Չէ, իսկապես չեմ ուզում, շնորհակալ եմ։ Իսկ ինչ ա լինելու իր հետ։ Իմացա, որ եկել է երեխայի հետևից։ Սոսե ջան, չգիտեմ կհասկանանք։ Իսկ իրավիճակը ինչ է եղել։ Չգիտեմ, բժիշկն ասեց շատ է հուզվել, դեղերը ուշացրել է, չնայած այն դեղերը որ թափված էին գետնին, ընդամենը հանգստացնումներ էին։ Հուզվելու պահով չգիտեմ, բայց հանգստացնողներ ուշացնելը ուշաթափության պատճառ չի։ Դե հա, երևի։ Անալիզներ եք տվել, եթե մինչև այսօր երեկո չպատասխանեցին, առավոտյան կզանգեն պատասխանները կիմանամ։ Ու չես ուշանում։ Դե հա,
Այդ մոնը հավալիս ինձ մոտ է, բայց պիտի գնամ վերցնեմ։ Ես շատ շնորհակալ եմ Սուսեն, որ եկար մնացիր, օգնեցիր ինձ։ Խնդրեմ, եթե կարիք լինի, ցեն կտես։ Շնորհակալ եմ։ Հա, կներես, մտքերով էի չէ լսը։ Հա, ոչինչ։ Կարևորը շատ հեռու չես գնացել։ Դե ոնց դուրս եկար, որ ոչ մեկը չենք նկատել։ Մարդ պետքա տեսնեի, շտապում էի։ Ինչ-որ բան կար։ Հա, որոշել ենք շաբաթ կիրակի գնանք քաղաքից դուրս։ Մի քիչ հանգստանանք, լիցքաթափվենք։ Առիթ կա։ Դե շուտով ակադեմիան ավարտում ենք, որոշեցինք իրար հետ մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացնենք։ Հա, լավ միտք է։ Կգաս, չէ՞։ Լսի, մի քիչ գործեր ունեմ, հասկանամ կասեմ։ Բայց մերսի շատ հրավերի համար։ Ինչ գործեր են։ Միգուցե կարանք օգնենք, որ գաս աստեղ։ Չէ։ Ես ինքս կանեմ։ Համը պետք է հասկանամ։ Դե նայ, եթե օգնության կարիք լինի, անպայման ասա։ Բոլորս էլ նկատել ենք, որ դու վերջերս փոխվել ես։ Առաջ փակ էիր, հիմա էլ ավելի փակ ես։ Հասնեմ բոլորը նկատել են, հա։ Դրա համար է մերսի։ Արի պայքար, արի։ Աչքի հայլից երևում է, որ ինչ-որ բան ես գտել։ Գտել եմ, պարոն գնդապետ գտել եմ։ Սրանք մի քանի տարի առաջ միասին են աշխատել։ Հակոբը հանքանյութ է ներկրել ու վաճառել տեղական ընկերություններին։ Ապրես պայքար, ապրես։ Հազլի ևս մի կտոր վերականգնվեց։ Ես արդեն սկսում եմ մտածել, որ Համլետը Հակոբին հենց դրա համար էլ կանչել է, որ կապվի Մուշեղի հետ, եթե պետք լինի նույնիսկ հանդիպի։ Դե կարող է եւ հանդիպել են։ Այդ միայն Մուշեղը ու Հակոբը կարող են ասել։ Ճիշտ ես, հնարավոր է, որ հանդիպել են ու այդ դեպքում իմ կարծիքով համաձայնության չեն եկել։ Ու Համլետը որոշել է Մուշեղին առևանգի, որպեսզի ստիպի անել այն, ինչ որ ինքն է ուզում։ Թարսի նման հենց այդ օրը Հրաչը հանդիպել է հետ։ Համլետն էլ մի հարվածով երկուսին էլ վերցրել։ Պայքար, տես, ես չեմ ուզում, որ Նարեկն ու Արսենը այս մասին տեղյակ լինեն։ Երիտասարդ են, տաք գլուխ, իսկ Հրաչին էլ շատ էին սիրում ու հարգում։ Դե հասկանում ես ինչ եմ ասում։ Հասկանում եմ, ոչ չեմ հասկանում, բայց Հրաչին ես էլ էի շատ հարգում, բայց տղամարդուն սիրելը ո՞րն է։ Հարգելը հասկացամ, բայց սիրել։ Պայքար։ Թույլ կտակ գնամ։ Ազատ ես։ Ոչ մի նոր բան չասեց։ Գիտես, իմ աղասը չի սիրում տանը գործերից խոսել։ Այդ մենակ ֆիլմերում է, որ շատ արագ ոստիկանները կարողանում են հանցագործներին բռնել։ Իսկ իրական կյանքում դա շատ բարդ ու ամենակարևորը շատ վտանգավոր գործ է։ Չէ, ես ամեն ինչ հասկանում եմ, Սիմա ջան։ Ուղղակի շատ անհանգիստ եմ Ուշեղի համար։ Հասկանում եմ։ Այսքան տարի ընտանիքից հեռու, հիմա հազիվ եկավ, ուզում էր միանալ, այն էլ էս փորձանքը եկավ։ Ամենաշատը աղջկաս մասին եմ, գիտես, մտածում։ Պարզ տեսնում եմ, որ չի ներել հորը, ես էլ տեսնում եմ։ Հույս ունեի էլի, որ կարող է խոսեն իրար հասկանան։ Դու մի մտածի, ամեն ինչ լավ է լինելու, վատ բաների մասին մի մտածի։ Մուշեղը անպայման կգտնվի։ Ու հայր ու աղջիկ էլ կհաշտվեն։ Երանի շուտ գա այդ օրը։ Իսկ ձերոնք ոնց են լեզու գտնում են իրար հետ հայր ու աղջիկ։ Այ Շուշան ջան, մեր տան օտարը ես եմ։ Աղասս ամբողջ օրը ասում աղջիկս, մեգիս էլ պապաս։ Ինչ լավ է։ Երանի մարդաս էլ հոր հետ տենց լեզու գտներ։ Մարթա։ Աղջկա տանունը Մարթա է։ Մեգիս կուրսում էլ մի շատ
Անուշ ու պայծառ աղջիկ կա, էլի անունը Մարթա։ Էս իմ ջան, այդքան ասեցինք երեխեքին ծանոթացնենք, տենց էլ չարեցինք։ Արի այսպես պայմանավորվենք։ Իմ աղասը քո մուշեղին անպայման կգտնի, ու մենք ձեզ կհրավիրենք մեր տուն։ Համ մեր երեխեքը կծանոթանան, համ էլ մենք կնստենք կզրուցենք, մեր ջահելությունը կհիշենք։ Երանի շուտ գա այդ օրս իմ ջան։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, համ աղասի հետ որ ծանոթացրեցիր, համ էլ քեզ շատ շնորհակալ եմ, որ սենց ինձ թեև ու թիկունք ես։ Մի մտածի, դա էլ կանցնի։ Վերջ, այս անգամ հաստատ վերջ, էլ մարդ չի մնացել որ խոսեք։ Ոչ մի քայլ առաջ չեն գնացել Արսեն։ Չէ, բայց գոնե իմացանք, որ մնացած ոչ մեկի տնից բան չի կորել։ Յա, տղաներ ջան, էս էլի մեր բախում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք էլ ձեզ ենք փնտրում։ Հա, եկել եմ, ասեք տեսնեմ ինչ կա։ Ձեր թաղերում լավ ոսկերիչ կամ թեկուզ արձակագործ կարող է լինի։ Հա, կա, բայց դուք իր հետ գործ չունեք։ Ինչի։ Դե խարդախի մեկն է։ Չնայած որ ձեզ համազգեստով տեսնի, հաստատ հիմարություններ չի անի։ Իսկ այդ ինչ արել որ։ Ներքևի փողոցից մի երեխա խաղի ժամանակ խաչի շղթամ պոկել էր։ Տարել էր իբր սարքի։ Ու ինչ լավ չէր սարքել։ Սարքել էր, հա, բա ոնց։ Ուղղակի ոսկին պահել էր իրեն, իսկ նմանատիպ շղթա սարքել էր ոսկեգույն մետաղից, բերել տվել էր այդ երեխու ձեռը։ Հա, տղաներ ջան, ես մի բան էլ հիշեցի։ Ավետիսն ու քնարը Ռուսաստան գնալուց առաջ մի լավ կռվել են։ Իսկ պատճառը ձեզ հայտնի է։ Հողը։ Դե չգիտեմ, ով ինչքան ինչ էր ուզում աներ, բայց այն որ լավ կռվել են այդ հաստատ։ Ու գնալուց առաջ քնարն ասեց, որ էլ չի գալու։ Դե գիտես մեկ, Կարենը ուղղակի շատ արդար մարդ է, ինքը շատ է գնահատում արդարությունը։ Հա։ Չգիտեմ, ես մի տեսակ չեմ հավատում, որ Դավիթը կգա, բայց եթե գա ավելի լավ։ Դու խնդիր չունես, չէ՞։ Արսենի համար ես հարցնում։ Չէ։ Խանդոտ չի, հա։ Չգիտեմ, բայց Դավիթի մասին բան չեմ ասել։ Բայց ես Դավիթին հույս չեմ տվել։ Դե հա, հասկանում եմ։ Ուղղակի կարծում եմ ամեն դեպքում լավ կլինի, որ ինչ-որ մեկի սիրահարվի։ Դե այդքան էլ սիրուն չի, որ սիրահարված հայացքով նայում ա մեկին, ով իր կյանքում ուրիշին ունի։ Գիտես ինչը լավ կլինի, որ Սոնան ու Արտյոմը այդ օրը վերջնական հասկանան իրար։ Համաձայն եմ։ Բայց դու մեկա տխուր ես։ Դե չէ, այդքան էլ չէ։ Շատ արագ անցում էր։ Հա, ես ամեն ինչ շատ լավ եմ զգում։ Պապայիդ աղջիկն ես, էլի։ Չգիտեմ, մտածեցի դուրս գանք, քայլենք, կարող է կիսվես հետս, բայց ոնց հասկացա չես ուզում։ Չէ, իրականում երևի դեռ ուղղակի պատրաստ չեմ, որովհետև շատ եմ ուզում։ Դե գիտես, Կարենից առաջ ես մի քիչ ուրիշ էի, ես էի ու իմ սենյակը։ Իսկ Կարենից հետո ամեն ինչ փոխվեց, ես հասկացա, որ այդպես ճիշտ չի։ Դե տես, հենց ուզես կիսվես, ես միշտ կամ։ Ապրես, գիտեմ։ Հա, հետո տենց Եղավ բժիշկ, հասկացա։ Այո, անպայման կգանք։ Լավ։ Արևիկ, դու ինձ ասելու բան չունես։ Ինչ պիտի ասեմ։ Բժիշկը պնդում է, որ ինքը ինչ-որ բաներ է կասկածում։ Լրացուցիչ հետազոտություններ է նշանակել։ Ասա ինձ խնդրեմ, առաջին անգամ է քեզ այդ նման բան լինում, թե էլ եղել է։ Դե ես նյարդային խնդիրներ ունեմ, բայց ուշաթափվել երբևէ չի եղել։ Արևիկ ջան, բժիշկն ասում է, եթե հաստատվի այն ինչ որ ինքը մտածում ու կասկածում է, այդ նշանակում է դու լուրջ առողջական խնդիրներ ունես։ Իսկ դրա մասին դու չէիր կարող չիմանալ։ Չես ուզում խոսել։ Ես արդեն ասեցի ինչ եմ ուզում։ Տեսնել իմ տղայիս։ Դա միակ բանն է, որը ես իսկապես ուզում եմ։
Քեզ լարվել չի կարելի։ Դե ուրեմն մի բան մտածիր, Շաքե։ Ես արդեն խելքս կորցնում եմ։ Բացատրի ինձ, խնդրում եմ, ինչա նշանակում ես արդեն խելքս կորցնում եմ։ Եթե դու ինձ չօգնես տեսնել երեխուն, ես Դու ինչ։ Ես պատրաստ եմ Համլետից օգնություն խնդրել։ Գժվեցիր դրիվ։ Հա, անզորությունից ամեն ինչ կանեմ, մենակ թե տեսնեմ իմ երեխուն։ Լսի Արևիկ, դու հրաժարվել ես երեխուս մենակ նրա համար, որ Համլետի ձեռքը չընկնի։ Բացատրի ինձ, խնդրում եմ։ Հիմա ինչի ես պատրաստվել։ Սկուտեղի վրա այդ երեխուն հանձնել այդ հրեշին։ Դե պատկերացրու ուր եմ հասել, Շաքե։ Խնդրում եմ քեզ, աղաչում եմ քեզ, օգնի ինձ տեսնեմ երեխուս, խնդրում եմ քեզ։ Ահա, ուրիշի օրը 20 անգամ էլ լինի զանգում ես, շարժը ասում ես։ Լավ։ Մի բան կխմես, ինչի առիթ կա, կարելի ասել հա։ Են 3 վարձակալներին հիշում ես։ Դա հիշում եմ, ոչ եմ հիշում։ Գտել ես։ Համարյա։ Մեկում ձեր ամուսիններ են ապրում։ Տղերքը ճշտել են, մուշեղի հայրն ու մայրը վաղուց մահացել են։ Վարկած կա, որ ձեր հարազատներ են, բայց 10%-ն է։ Դու ինչ-որ ձեր հարազատների մասին ինչ-որ բան լսել ես մուշեղից։ Չէ, ոչ մի բան չի ասել այդ բավ։ Երկրորդում 3 ուսանող են ապրում ու 3-ն էլ Հայաստանի տարբեր մարզերից։ Չէ, ինձ թվում է այս էլ մեր տարբերակը չի։ Հա, կիսում եմ քո այդ կարծիքը։ Իսկ երրորդում, այ երրորդում մայր աղջիկ են ապրում։ Հիշում ես, ձեր ընտանիք ծանոթը ասաց, որ ամուսնություն է եղել ու ոնց որ թե երեխա էլ ա ծնվել։ Աղա հիշում եմ, ոչ եմ հիշում։ Ուրախ չես։ Անհանգստանում ես ընկերոջդ համար։ Չէ, անսպասելի էր։ Իսկապես անսպասելի էր շատ։ Հիշում ես մի անգամ տղայից դեր պատմում։ Ասեցիր, որ ես քեզ չեմ հասկանա, որովհետև երեխա չունեմ։ Ունես։ Չգիտեմ։ Այսինքն ոչ չգիտես։ Մի կին կար, հետո անհետացավ։ Մի քանի ամիս անց պատահական հանդիպեցինք, հղի էր։ Դժվար ինչ-որ մեկից հղիացած լիներ, որովհետև համ կվախենար, համ էլ այդ մի քանի ամսում ինչ-որ մեկին գտներ ու հետնել հղիանար։ Բա հետո։ Չես հավատա, բայց միջև ուշքի եկա փախել էր։ Չգտար։ Նորից չես հավատա, բայց չէ։ Չես պատկերացնի, բայց ինքան էի խորացել, որ բոլոր ծննդատներով գնացել էի։ Նկարն էի ցույց տալիս, ասացի, որ մոտակա կես տարում ուշադիր լինեն, հենց հայտնվի անպայման իմաստան։ Ահագին գումար էի խոստացել, բայց հետաքրքիր պատմություն էր։ Լսի Համլետ կարող է փախել էր երկրից։
Կարող է։ Ամեն դեպքում ես դրանից հետո իրան չտեսա։ Արևիկ էր անում։ Հիմա կարող է քո ասածն է գնացել այլ երկիր, այնտեղ էլ ծննդա բերել է։ Կամ էլ վախից կորցրել է երեխան։ Այդ տարբերակն էլ կա։ Բա հետո չգտար այդ Արևիկին։ Չէ, հա, որտեղից Հակոբջան։ Լավ, ինչ որ այա փակեցինք այս թեման։ Բա հիմա ինչ ենք անելու այդ կնոջ ու այդ աղջկա պահով։ Դե սկզբում կհետևեն, գնալ գալա։ Կհասկանամ ու Հակոբ, որ այդ կույն չկա։ Անհենց ես գունատվել, ոնց որ խոսքը քո կնոջ ու աղջկա մասին է։ Նստեք։ Էս ուր եք։ Մեռա առավոտից ներքև վերև անելով։ Ոսկու գործով։ Կա ինչ-որ բան։ Դե երկու կասկածյալ ունենք։ Մեկը այդ Ավետիսի կինն է։ Իրար հետ վիճել են, կինը թողել գնացել է Ռուսաստան։ Հենց ինքն էլ կարող ոսկիները վերցնել ու տեղը կեղծը դներ։ Բայց պատճառ ուներ, մարդիկ կարող են օրը 10 անգամ վիճեն։ Որովհետեւ թեման հենց փողն է եղել։ Կինն էլ սպառնացել է, որ գնալու է Ռուսաստան ու էլ հետ չվերադառնա։ Երկրորդ կասկածյալն էլ եղբորը օրդին Ավետիսի։ Իբր սովորումը, բայց ուշք ու միտքը ուրիշ բաներն են։ Բարձո, իսկ կան մտքեր։ Դե Ավետիսի հետ պետք է խոսենք, կնոջ հետ կապված, ու հետո նոր անցնենք երիտասարդ։ Լավ, դե աշխատեք տղերք։ Այդ Ավետիսին էլ զանգեք, թող առավոտյան գա ոստիկանություն։ Մամիկոնյան, իսկ հրաչի գործից ինչ-որ նորություն կա։ Դե ամեն դեպքում մենք այդքան աշխատել ենք միասին, ուրիշ մարդիկ չենք, բայց այդ գործով պայքարն է։ Հիմա քեզ ի՞նչն է մտահոգում ասեն, որ պայքարն է մասնակցում այդ գործին, թե որ դուք չեք մասնակցում։ Որ համ պայքարն է մասնակցում, ու մենք չենք մասնակցում։ Դե ուրեմն զբաղվեք ձեր գործով։ Եթե ձեր օգնության կարիքը լինի, ես ձեզ անձամբ կդիմեմ։ Պայքարին մի դժբախտ պատահարի զոհ պետք է սարքեմ, որ մինչև քննության ավարտ հիվանդանոցից դուրս չգա։ Իհարկե կատակ եմ անում, բայց կարելի էր։ Շատ իզուր։ Ջան, սոմ ոնց եմ սիրում, որ սա իրար կես տարից հասկանում ենք։ Ջոմ, այսօր վերջին օրն է։ Հələ մի րոպե, ի՞նչն է այդ վերջին օրը, 2 օր ընդամենը գնում Ջոմ, ենք։ ասեցի վերջին օրն է, վերջ, գնացինք։ Սան։ Լսի, ախր 2 օրում։ Ջոմ, ես հենց հիմա էլ կարեմ պտտվեմ ու տուն գնամ։ Սոնա, ոնց ես տուն գնում, ախր զոհը մեր օգնության կարիքն ունի։ Լավ էլի, Ջոմ, ինչ զոհ։ Դե մի հավատա չես հավատում։ Բայց այ որ մի շաբաթ գնանք դու կտեսնես։ Ինչ մի շաբաթ։ Ասում այսօր վերջին օրն է, չես հասկանում։ Սպասի մի հատ աղջիկ ջան։ Տաց սուրճս։ Ինչ է տա։ Ոնց ինչա չասեցիր վաղը քաղաքից դուրս է գալու։ Ես է քո շորերն եմ հավաքում։ Տատ մի օրով եմ գնալու, շաբաթ առավոտ գնում ենք, Կիրակի երեկոյան հետ ենք, այսքան ինչ ես դրել։ Երկու հատ կարճաթև մայկա, մի հատ երկարաթև, երկու տաբատ, ջեմ պրտակ, մի հատ հուդի ու պիժամա։ Պիժամա։ Այո։ Տատ ինչ պիժամա։ Այնտեղ ով է քնելու։ Ոնց։ Բա ինչ եք անելու, բալես։
Լավ հիշացրիր։ Գիտար կնվագենք, երգենք, խոսանք, հարուկի շուտ կնստենք։ Վայ, ինչ հաճելի բան ես ասում։ Սպասի, համել արի 2 տոպրակ կարտոֆիլ դնեմ, այնտեղ կգցեք խարույկի մեջ, կխորովեք, կուտեք։ Անեց համովա։ Լավ է տատի։ Վայ, համել կարակ կդնեմ, կարակն է վրեն սիրուն, կգցեք, կուտեք։ Տատ, ոնց եմ էլի, ես հավաքած իրերը հիմա տարդասավոր իրանց տեղերում։ Ես երեկոյան կգամ, իմ պայուսակը կհավաքեմ, ինչ որ պետք է կվերցնեմ, կգնամ առավոտյան, Ինչի, ես վատ եմ հավաքում։ Չէ։ Հələ պետք է ատամի խոզանակը դնեմ մածուկ։ Այ քեզ բան։ Հա, բայց ճիշտ է ասում երեխան։ Այն ժամանակ փոքր էր, վերկացար հետը գնացիր։ Այ աղաս։ Այս ինչ նման եք դուք իրար հերու աղջիկ։ Ու քեզ թվում է ես ուզում եմ վերկանամ իրանց հետ գնամ։ Չէ։ Չէ, աղաս։ Բալավ ինչ ես ուզում, Սիմա։ Ուզում եմ ընդամենը իմանամ, թե ովքերով են գնում, ով է լինելու։ Կուրսի երեխեքով, մարդը ասեց։ Ու վերջ։ Հաբայելով։ Չէ, Սիմա։ Չասես։ Իսկ ինչու ոչ։ Ինչն է իրանց խանգարում։ Իրանք համարյա հասակակիցներ են ու նույն համակարգից։ Ինչի ասեցիր։ Ինչի քեզ թվում էր ես մենակով պիտի տանջվեմ։ Ես էլ մտածում էի կմնամ կհանգստանամ, իհար հանգիստ։ Ահա, հանգիստ։ Էլ ոչ մի հանգիստ չկա էլ աղաս։ Ուր։ Աշխատանքի։ Դու էլ վերկած գնա աղջկատ քնից հանի։ Ու առաջարկի, որ դու տանես հիմա ակադեմիա։ Ճանապարհին էլ ասա, որ դու կտանես իրանց բոլորին, իրանց վարձած տունիկ։ Հա, բայց վատ բան չես ասում, գիտես, վատ տարբերակ չի։ Իրանց տղաները մեքենա չունեն։ Հրաժարվելու պատճառ չպետք է ունենա։ Ես էլ դա եմ ասում, փորձի, տեսնենք ինչ կասի։ Լավ։ Սոնարեք ինչի վրա էր նշումներ անում։ Սպասի։ Սրա։ Նույն ժամն է։ Հիմա ստուգում ենք, տեսնենք թե ինչ մեքենաներ են ավելացել ու որոնք են պակասել։ 04WW010 կար։ Սոնա, այս ինչ է։ Այս 1110-ը չկար երեք, չէ։ Ջոմ, դե եթե չեմ գրել, ուրեմն չկար։ Վստահ ես։ Ջոմ, հա։ Զանենը աղջիկ չեմ։ Չի ես անիմաստեղ ուշադրություն գրավում։ Մենք կողքինն էլ չկար ոնց որ։ Ահա, ունենք 2 ավելացած մեքենա։ Ինչ է այդ նշանակում։ Սոնա ջան, դու ընդհանրապես ոստիկանական ակադեմիայում ես սովորում, հա, թե չէ։ Չես պատկերացնում, թե դա ինչ կարա նշանակի։ Ջոմ, հիմա ես քեզ ոչ մի բան չեմ ասում ելեք նրա համար, որ էսի վերջին օրն է։ Կգնանք ակադեմիա, թուղթը կպոկես, կպայես մոտդ, որովհետև վաղն արդեն մենակ ես գալու։ Ուֆ, Սոնա։ Գրիշ տուրելը։ Գնա չեմ տալիս, ինչ ուզում ես արա։ Համեցեք, նստեք։ Ոնց հասկացա երկար եք սպասել։ Լույսը չբացված ստեղ է։ Բայց ձեզ ժամը է ասել։ Ժամը 10-ին։ Ինչ եք այդքան շուտ եկել։ Ստեղից գնալու եմ մեքենա առնելու։ Բայց դե ինչ կապ ունի մեր հետ։ Մի քանի ամիս առաջ մեքենաս վաճառեցի։ Տղը զանգեց ասեց, պապ ասաց, 2 ամիս սպասի, գումար եմ ստանալու։ Կտամ գետես ավելի լավ մեքենա կառնես։ Հետո։ Մի շաբաթ առաջ տղը զանգեց ասեց, պապ գումարը չի լինում։ Ես էլ չհամբերեցի, գնացի մեքենա նայելու, մի հատը դուրս եկավ։ Պայմանավորվեցի, որ այսօր քո մոտից պիտի գնամ մեքենան վերցնեմ։ Ու ինչ փոխվեց։ Երեկոյան մեքենայի տերը զանգեց, ասեց չտա բարի, ինչ որ դեպք է պատահել, հիմա է գումարը ուզում։ Ես էլ գնացի, գումարը տվեցի, նայեց, ասեց կեղծ է։ Ձեր մոտ է այդ գումարը։ Այո։ Էսա։
Դու տեղ ասա, ասցի փող ունեմ, ինչ ես ոչ խաղացնում։ Նա Բան է եղել օպար, բարի լույս։ Լույս բարի աղբոր տղա։ Դու ասա, զանգում եմ չես պատասխանում։ Հա, երեք շուտ եմ քնե հոգնած էի։ Դավիթ ջան, ես էլ եմ քո տարիքին եղել, տես։ Օպար, ինձ լսի։ Ես հասկանում եմ, որ մեր վերջին խոսակցությունը քո սրտով չէր։ Երեխա չեմ։ Դեմքիցդ եմ տեսնում, ձայնիցդ եմ լսում։ Բայց հավատա, որ դու վաղը ինձ շնորհակալություն կասես։ Վաղը կգաս, ահագին խոսալու բան կա, համ էլ գործ կա։ Ապար վաղը չեմ կարող։ Կուրսեցիներով քաղաքից դուրս են գնում, տենց։ Այդքան կարևոր է այդ քաղաքից դուրսը։ Ուղղակի շատ շուտ վանց ենք պլանավորել։ Վերջին պայն ես ինչ ասեմ, ինչի չեմ գալի։ Լավ։ Այն ժամանակ եթե երկրից գնանք, նորից պետք է զգուշացնես։ Չեմ ուզում առավոտ ցեքով տրամադրություն փչացնել։ Գնա, ես քեզ կզանգեմ, կգաս կխոսանք։ Լավ։ Գնա։ Ջան, ուշանում ենք։ Ամենակ մենք չենք ուշանում, Մարթան էլ է ուշանում։ Հա ինչ։ Ախ, Մամիկոնյան, օգնեցեք։ Ջան, բայց ինչ է հետևում Մարթան։ Սոնա Միշը։ Լսի, իսկ Մարթային ասելու ենք։ Իհարկե ոչ կլինի ամեն ինչ չփչացնես։ Առավոտից տղերք այդ շենքի մեջ։ Սկզբում աղջիկն է դուրս եկել, հետո ավելի ուշ մայրը։ Աստորեն աղջիկը ոստիկան է, հա? Ուսանող։